ասենք թե ստորագրած, երաշխավորած թուղթ չկա։ Այսինքն Ալիևը պետք է պահանջի, այս պետք է տակ, քարքին պետք է տակ, ասենք 300,000 պետք է ադրբեջանցի, արդեն դրել է, երեք խոսել է, որ անպայման որ ընտրությունից հետո սահմանադրություն փոխվի եւ 300,000 ադրբեջանցի, մեր Արցախի ժողովուրդը եկել է, մնալու տեղ չկա, մերանք դռները փակել են, ունեցվածքը մեջը թողած, ընդ գնալու մասին խոսք չկա, այսինքն սա ինչ է նշանակում։ Ոնց կարելի է դրա համար առաջնայինը պետք է երաշխավորած խաղաղություն։ Երաշխավորած խաղաղություն դա նշանակում է, որ մենք Ալիևի հետ երաշխավորած հզոր պետությունների հետ դա կլինի Չինաստանը, Հնդկաստանը, կլինի Ռուսաստանը, որ լիարժեք այդ երաշխավորած թղթի տակ ստորագրում, որ երկու պետությունները իրար հետ ոչ մի կռիվ չունեն, այս սահմանները շեշտված է, իրար հետ բարեկեցի։ Իսկ ով խախտեց, ինքը պատժվելու է, ինքը տուգանվելու է։ Այդ ժամանակ մենք պատերազմի դռները փակում ենք ամուր, վերջացա մենք զբաղվում ենք բարեկեցությամբ, զարգացման բարեկեցությամբ։ Թող հիմա որ այդ մեր ասենք թե ես որից եմ եկել, ասեմ թե վիրավորական չեմ խոսել, իմ հզորությունը կշիռը թույլ չի տալիս, դա հզոր մարդիկ են հարգել։ Թող ցույց տան այդ փաստաթուղթը, որ խաղաղություն են բերել, որ վերջադրված պատերազմին սահմանները որոշած է եւ ով որ խախտեց պատժվելու է։ Թող մի հատ թուղթ ցույց տան։ Այսօր պահանջատիրական, այսօր առավոտը հելնի։ Ես եմ ուզում ամեն անգամ Ալիևի խոսալուց, ես գիշերները չեմ քնում, որ նա իրան այդքան ոնց ասեմ։ Ինձ էվիա պահ, որ մենք ոնց որ գոյություն չունենք ձեր սաբտանը։ Պարզ ասակ մեկը թողապատուցի տես չի, ասեմ քուճակատը պատժեմ, տես չի։ Գոնե նա մի անգամ թողացի ժողովուրդ, ինչ եղել է ձեզ թուրիմացությանը մենք հարևան պետություններ ենք, ավարտված ամեն։ Սա ինձ հետո պետք է նորմալ հանգիստ։ Թող մի բառ ասի, ասեմ խաղաղություն կա, խաղաղություն չկա, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Ինչ։ Ինչի ենք մենակ մենք զիջում։ Միշտ թույլն է զիջում։ Դրա համար միայն ասելով մենք խաղաղություն ենք բերել։ Այսօր բոլորն էլ ուզում են խաղաղություն, հանգիստ ապրեն, իսկ դրա համար պետք է լինի երաշխավորած խաղաղություն, որ մենք վստահ լինենք, դուրը փակենք, որ ճաշ չդզա, գիշերն էլ հանգիստ կնենք, էլ չմտածեն, որ երեխան սահմանի վրա է, ու բացի դա մեր մոտեցմամբ ծրագրով որ սահմանի վրա 18 տարեկան երեխա կանգնել իրավունք չունի։ Այն ծաղիկը, այն անփորձ երիտասարդը, իսկի չգիտի սարում ինչ կա, զենքը ոնց բռնեն։ Բայց ուղարկում են գնդե, դա պաշտպանություն չի։ Պետք է լինեն պայմանագրային ծառայողներ։ Մեր 18 տարեկաններին ամենաշատը կարանվեցնեն 3 ամսով ծառայության, նրանք սահմանապահող չեն։ Իսկ այն մարդիկ, որոնք ասենք պատերազմի մասնակցել են, կան հիմնական գումարները բարձրացնեն, ավելի լավ է մենք ունենանք 10,000 պայմանագրային փորձառու ծառայողներ, որոնք կյանքում կռվել են, պատրաստ են, դիչնել գիտեն, կրակել գիտեն, ամեն տարի թող փորձաշրջան անցնեն, նորմերը հանձնեն, ով չի անձի թող թոշակի գնա։ Բայց մեր երիտասարդներն էլ 3 ամսով գնան կուրսեր, իմանան, պարապեն, կրակեն, գոնե զենք օգտագործեն ու գան իրաց տուն։ Սա կարգը, սա մոտեցումը։ Անփորձ երիտասարդին մենք իրավունք չունենք ուղարկենք սահման, որ նա ծնողը գիշերը չկնի, զանգը մի օր իշխացավ, կամ ասենք թե ոնց ասեմ, քեզ ավելի ծանր տանի իր ներվերի, իր առողջության հաշվին։